գործողությունը հաղթարելու, որից հետո միայն կլիներ մեղադրանքի օրինական։ Առանց դրա ապօրինի է։ Ուրեմն դատախազը բավարարել է իրենց բողոքը եւ արձանագրել է, որ այո, ապօրինի է մեղադրանքը։ Բայց ամսի 23-ին հաստատել է, մինչև ամսի 6-ը այդ որոշումը չեն ներկայացել ոչ քննիչին, ոչ մեզ։ Սահմանի այդ սահմանափակումը չեն վերացել բացակայելու արգելքը, այսինքն մի հատ 23-ից պահել են ապօրինի սահմանափակումը, մինչև ամսի 6-ին ձերբակալել։ Հիմա դրանից հետո մենք կարանք խոսենք, այսինքն դատախազությունը արձանագրել է, որ մեղադրանքը ապօրինի էր։ Սա նշանակում որ այդ պահին պետք էր սահմանը փակել, այդ մեղադրանքը ապօրինի ներկայացեցին, հետո կարճեցին, հետո էլ պետք էր սահմանափակումը ելքի պահել մինչև ամսի 6-ը ձերբակալելը, ամսի 6-ը պահեցին, այսինքն այս բոլոր ապօրինությունները վկայում է, որ այստեղ մենք գործ չունենք իրավական պրոցեսների հետ։ Իրենք անում են այն, ինչը որ հրապարակային հայտարարվել է, որ պետք է արվի, ու շարունակական անում են։ Ներկայացնում ենք ապացույցները, կոնկրետ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի մյուս դրվագով ասում է, որ Ծառուկյանը ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, ընդ որում Ծառուկյանը ասում է, որ այդ անձը խաբելու է մեզ, ասում է ես ասացի չէ, ոչինչ թող աշխատենք։ Հիմա իրանք ասում են չէ, Ծառուկյանն է խաբել այդ անձի հետ միասին։ Այդ քաղաքացու տարերեսում է եղել։ Այս բանը դեռևս ոչ։ Հիմա դուք տեղեկություն ունեք Իրանի քաղաքացին ծագումով ադրբեջանցի է թե ոչ։ Նման տեղեկություն չունեմ։ Պարոն Խաչատրյան, հավելեք, դուք մանրամասնեք ձեզ այս պահին գործի հիմքերի մասին ինչ տպավորություն ունեք եւ մասնագիտական առումով ինչ է կատարվում։ Տեսեք, պարոն Սարգսյանը ինչ ավելի բարի գտնվեց, ես կասեմ, որ այս ստատական նիստի ընթացքում մեղադրանքից քարին չի թողնվել։ Նման փուչ մեղադրանք դժվար է պատկերացնել նման գործով, էլի, եթե նույնիսկ այս հետապնդումները պետք է կազմակերպեն, պետք է մի քիչ ավելի լուրջ մեղադրանք մտածեին, որովհետև ստեղ կարծում եմ, որ հանցագործության դեպք էլ չկա ու ավելին ոչ թե բիզնես վեճա, դուք չէ հարցրեցիք, սա բիզնես վեճա վերացման քրեայրավական process-ի, ես կարծում եմ, որ ստեղ բիզնես վեճ էլ չկա, ստեղ ուղիղ իմաստով պետք է պարոն Ծառուկյանը ճանաչվեր տուժող, ուղղակի այս պարագայում տուժողին տրվել է մեղադրյալի կարգավիճակը։ Պարոն Խաչատրյան, մեկ դեպքի մասով այլ կառույցներում, կազմակերպություններում խոզարկությունները ինչով են հիմնավորել։ Չէ, այստեղ չեն կարող ասել, որ մեկ դեպքի, ուղղակի այստեղ շատ կարևոր է հենց պարոն Սարգսյանի ասածով, որ այս քաղաքական հետապնդումների, հա, ֆոնին տարբեր գործերով բոլոր գործերը ակտիվացան մեկ օրում։ Նույնիսկ 2020 թվականին ինչ-որ Կոտայքի քննչականում քննվող գործով էլ ակտիվացան, 19 թվականի գործով հարուցված ակտիվացան, 20 թվականի գործով, այսինքն հենց կարևոր է արձանագրել այդ հանգամանքը, որ բոլոր գործերը ակտիվացան մեկ օրում։ Բայց պատասխանել են թե ինչու։ Դե ով կպատասխանի մեզ ինչու։ Բոլորն ասում են մենք հիմա զբաղված ենք, բոլորն ասում են մենք հիմա զբաղված ենք զուտ իրավական process-ներով, մնացած դատողությունները թողնեմ ձեզ, մենք կզարմանայինք, որ այլ կերպ մեկնաբանեին, հելնեին ասեն չէ, մենք հենց հիմա զբաղված ենք քաղաքական հետապնդումով։ Պարոն Սարգսյան, մինչ այս պահին ինչ գործողություններ են կատարվել, բացի խոզարկությունները։ Դե փաստացի մեր մասնակցությամբ խոզարկությունն է, ձերբակալումն է եւ նաեւ էսկալանքի միջնորդումն է։ Այսինքն որպես այդպեսին իրենք բազմաթիվ գործողություններ ունեին անելու, հատուկ չի կատարվել, որովհետև ինչ անում են, հերկվում է մեղադրանքը։ Նոր է դատանում մեկ այլ անձի ցուցմունք պահանջեցին, ներկայացրեցին եւ ամբողջությամբ նորից մեղադրանքը հերկվում։ Գիտեք ինչն է մեր մոտ խնդիր ստեղծում։ Մենք այս նման process-ներում շատ ենք ունենում, այդ թվում Ծառուկյանն էլ է այս ամեն ինչի մեջով անցել։ Բայց հետեւյալն է, էլի, Իրանի Իսլամական Հանրապետության դատարանը վերջնական որոշմամբ հաստատում է, որ իրենց քաղաքացիների գրածը սուտ է, որ այստեղ խարդախության հանցակաց չկա, սովորական գործարար հարաբերությունները, Հայաստան Հանրապետության իրավապահ համակարգը ասում է չէ, նույնը հանցագործություն է, խարդախություն է, եւ մենք պարագայում, երբ որ նաեւ կա նրանց դեմ տրված հաղորդում, դա ընթաց չեն տալիս, սովորական վիճակով շատ դանդաղ քննություն է, սա մի օրում, երկու օրում sense հրատապ քննությունով, զինական հայտնել, որ առիթ էր պետք Ծառուկյանի կալանավորելու համար, ձերբակալելու համար, ինչ արվեց, այսքան։ Իմիջիայլոց այս մի օրում այս քննությունը sense որ կատարվում է զուտ մի բանի համար, որպեսզի պարոն Ծառուկյանին բերեն դատարան ու պարտադիր ունենան կալանքի որոշում, որովհետև հիմա կազմված է քննչական խումբ, գործը հանձնարարված է քննչական խմբին, բայց այն գործողությունները, որոնք պետք է արագ կատարվեն քննչական խմբի կողմից, հա, ասենց օպերատիվ կատարվեն, որ օբյեկտիվ իրականությունը մի քայլ շուտ բացահայտվի, որ այդ գործողությունները, որը որ պետք է հրատապ կատարվի, չի կատարվում, որ հիմա դատարանում
գան մեր գործընկերները, պնդեն, որ դեռ նախնական փուլ է, ժամանակ է պետք, որ այս անենք, այն անենք, որ փորձեն դատարանում տպավորություն ստեղծեն, որ բազմակողմանի քննություն դեռ պետք է Ինչ կատարեն։ քայլեր պիտի արվեն, որոնք չեն արվել։ Խնդրում եմ Դե թվարկեք առնվազն ես այս պահին չեմ ցանկանա թվարկել, առնվազն պարոն Ծառուկյանն էլ մենք էլ պահանջում ենք առերեսում մի շարք անձանց հետ։ այդ թվում Իրանի քաղաքացիների։ Իրանի քաղաքացիների, այդ թվում նաև մեր հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու համար, որը որ ժամանակ չլինելու պատճառով այս պարագայում, այս մեկ օրվա օրի կեսվա ընթացքում չի կատարվել, այդքան էլ ճիշտ, որովհետև ըստ էության, բայց քննչական խումբ էր գործում, կարող են այդ բոլորը կատարել հենց ընդամենը ժամերի ընթացքում։ Այս պահին չեմ կարող թիվ ասել, բայց քննչական խումբ արդեն նշանակա, որ մի քանի հոգի զբաղվում են նույն գործով։ Մեղադրող կողմի քանի հոգի են 3 հոգի։ Անունները կպիտի։ Անունով չեմ։ Այսքանը շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմպուլսեյմի սոցիալական ցանցերում։